Շատ ուղիղ ընդգծեցիք խնդիրը հաշվետվողականության բացակայությունը եւ ոչ միայն դատավարությունների ընթացքում հաշվետվողական բացակայությունը ուղիղ խոսում են ժողովրդավարության տարերից հետ նահանջի մասին եւ ուղիղ խոսում են այս ողջ process-ի քաղաքական նպատակահարմարության մասին։ Հիմա կարծում եմ բոլորիս մոտ էմոցիոնալ պալիտրա է, ցասում, ցավ, ամոթ, ափսոսանք, որովհետև անգամ ինչքան էլ գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, ինչքան էլ գիտակցում ենք քաղաքական ենթատեքստը այս դատավարությունների, այնուամենայնիվ մենք բոլորս լիահույս գալիս ենք յուրաքանչյուր նիստի, յուրաքանչյուր վերդիկտի ամփոփման, որ այդքան ողջախոհություն, այդքան մարդկայնություն եւ խղճի արդարադատության իրականացման ականատես կլինենք ու նույն Սրբազանի պարագայում, ամեն դեպքում փոքր հույսի նշույլով եկանք, որ դատարանը չի գնա այդ հակաիրավական քայլին, որովհետև բոլորս էլ այս դատավարությունների ողջ ընթացքին հետևեցինք, բոլորս տեսել ենք փաստական առումով մեղադրանքի կողմի բոբիկությանը։ Այստեղ ընդհանրապես հանցակազմի առկայության տեսանկյունից է խնդրահարույց այս գործի առկայությունը, սկզբից մինչև վերջ այդպես էլ փաստական հանգամանքների առումով Սրբազանի մեղքը, իրեն առաջադրված մեղադրանքը հավաստող որևէ փաստ, վկայություն չի ներկայացվել ու կրկին նշում եմ, այս մեր հայոց պատմության հերթական ամոթալի էջերից է, իմ անձնական ցավն է, որ այսօրվա դրությամբ մեր երկրի հարգարժան սրբազաններից մեկը իր հայկական ծագումնաբանության Հեկումյանների, Հաջապահյանների հետնորդը, ժառանգը այս պահի դրությամբ պետք է ազատազրկման տեսքով պատժատեսակի արժանանա։ Ես բնականաբար համոզված եմ, որ փաստաբանական խումբը կբողոքարկի այս որոշումը եւ ես վերդիկտը եւ ես լիահույս եմ, որ վերաքննության ընթացքում այնուամենայնիվ բարձր դատարանները կմնան իրենց բարձունքում, ինչի համար իրենք գտնվում են այդ վայրում, այդ աթոռին, կառաջնորդվեն օրենքով եւ իրենց խղճով եւ այս խայտառակ վերդիկտը այնուամենայնիվ կմերժվի։